Բարև սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, շնորհակալություն։ Միջազգային իրավիճակը ակնհայտորեն սրվել է, հա։ Եվ ես կուզեի նախ եւ առաջ մենք խոսենք պատժամիջոցների մասին, որոնք արևմուտքը կիրառում է Ռուսաստանի դեմ գլոբալ ինչպիսի հետևանքներ դա կարող է ունենալ։ Հայաստանի համար։ Չէ, սկզբից գլոբալ, հետո Հայաստանի համար։ Ակնհայտ է, որ սա առաջի հերթին արտահայտվելու է ֆինանսական շուկաների վրա եւ այն, որ եվրոպական եւ ամերիկյան, ճապոնական եւ կանադական բանկերը սահմանափակվում է այդ բանկերի կողմից ռուսական ֆինանսական համակարգի ֆինանսավորումը ամենաառաջի արդյունքն է տալու, դա բնականաբար արտահայտվելու է այդպիսի ցուցանիշների վրա, ինչպիսին է արտարժույթը, արտարժույթի փոխարժեքը, վարկային կարողությունները ռուսական բանկային համակարգի։ Առաջի հերթին մենք տեսնելու ենք այդ ոլորտներում այդ հետևանքները։ Ռուսաստանի տնտեսության հիմքն է գազի եւ նավթի արտահանումը եւ այնտեղ էլ նրանք հարվածներ են հասցնելու, թույլ չտալով նոր տեխնոլոգիաներ, նոր հանքերի ուրեմն որոնում եւ այլն։ Դա էլ իր արդյունքը կունենա։ Իհարկե, դա ավելի երկարատև ժամանակահատվածում ցույց կտա իր ազդեցությունը։ Առաջի հերթին իհարկե դա սահմանափակում է ներդրումների մուտքը Ռուսաստան, որովհետև այն խնդիրները, որ Ռուսաստանը իր առաջ դրել էր այդ Արկտիկայի շելֆի վրա նավթային եւ գազային ռեսուրսների օգտագործումը բնականաբար կապված էր ժամանակակից համաշխարհային տեխնոլոգիաների կիրառումների հետ եւ այստեղ նաև ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը ակնկալում էր լուրջ եւ մեծ ծավալով ներդրումներ, որոնք որ պիտի ունենային եւ դրական ազդեցություն տնտեսության մյուս ոլորտների վրա։ Այդ գործընթացը տեսնում ենք, որ կասեցված է ըստ էության եւ կարելի է ասել, եթե բանկերի ֆինանսավորումը, ֆինանսական շուկաների սահմանափակումը կարճատև եւ անմիջական ազդեցություն են ունենալու Ռուսաստանի տնտեսության վրա, այս տեսակ սահմանափակումները տեխնոլոգիական առումով իրենք ստեղծելու են երկարատև արդեն հետևանքներ ունեցող ազդեցություններ։ Կհաջողվի արդյոք արևմուտքին ստիպել Ռուսաստանին, որպեսզի վերջինս ավելի դիճողական լինի Ուկրաինայի հարցում։ Կարծես թե դա է, չէ՞, անմիջական առիթը այդ պատժամիջոցների։ Իհարկե առաջի հատվածում հենց այդ քաղաքական նպատակներ են, բայց ըստ երևույթի արևմուտքը հետապնդում է ավելի խոշոր նպատակներ, երևի խոսքը գնում է նրա մասին, որ վերջնականապես զինաթափել Ռուսաստանը որպես միջուկային զենք ունեցող երկիր եւ վերացնել այդ գործոնը, այսինքն վերացնել Ռուսաստանը որպես գերտիրություն, դարձնել Ռուսաստանը ռեգիոնալ պետության կարգավիճակ ունեցող մի միջազգային սուբյեկտ։ Դա իրատեսական նպատակ է ցես։ Մեծ առումով այո, եւ արևմուտքը հետևողական գնալու է մինչև վերջ, մինչև այդ նպատակին հասնի, իհարկե լիդերը առաջի գծում այդ շարժողը դա ԱՄՆ-ն է, որը որ կես ճանապարհից հետ իմ կարծիքով չի գնալու, որովհետև բավականին սրվել է այս ամենը եւ բոլոր դիմակները անված են, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը դիտարկում են այսուհետ իրար որպես հակառակորդներ, հետ վերադարձ այն հարաբերություններին, որ եղել են նախորդ ժամանակահատվածում, գրեթե անհնար։ Իսկ կարող է արդյոք Ռուսաստանը ձեռք բերել նոր դաշնակից, թե տնտեսական, թե ռազմավարական իդեմս Չինաստանի։ Դրա մասին մեծ դիսկուրսներ են ծավալվում, Չինաստանի դերը Ռուսաստանի համար այսօր չափազանց մեծ է, դա որպես ալտերնատիվ է դիտարկվում Եվրոպայի հետ համագործակցությամբ, բայց եւ Չինաստանը եւ Ռուսաստանը այսօր
միջազգային տնտեսության տեսակետից իրենք տեխնոլոգիաների սպառողներ են։ Իրենք նոր տեխնոլոգիաներ արտադրող տնտեսություններ չունեն եւ ըստ էության հանդիսանում են խոշոր շուկաներ մի կողմից սպառողական նշանակությունը այստեղ ունի միջազգային տնտեսության համար թե Չինաստանում թե Ռուսաստանում երկու սպառողական որակ ունեցող տնտեսությունների միավորումը չեմ կարծում որ էական փոփոխություն կբերի իրենց նոր տեխնոլոգիաներ գեներացնելու եւ ինովացիոն ժամանակակից տնտեսություն ձևավորելու հարցում Եվ այն հարցը, որի մասին հենց սկզբից ուզում էինք խոսենք, իսկ Հայաստանի վրա ինչպես են անդրադառնալու այդ պատժամիջոցները։ Հայաստանը իմ կարծիքով հայտնվեց շատ բարդ այդ առումով վիճակում, որովհետև այն ընկերությունները, որոնք որ ներառված են ցանկում պատժամիջոցների, Հայաստանում ունեն իրենց ներկայացությունները, իրենց դուստր ձեռնարկությունները, եւ քանի որ այդ ընկերությունների ֆինանսավորումը դրվում է վերահսկողության տակ, իմ կարծիքով հայկական բանկային համակարգը նույնպես հայտնվելու է եվրոպական եւ ամերիկյան ֆինանսական վերահսկողության տակ, որովհետեւ հասկանալի է, որ հայկական բանկերի միջոցով հնարավորություն է ստեղծվում շրջանցել պատժամիջոցները, ակնհայտ է եւ հակառակ ձգտումը վերացնել նման կարողությունները։ Հայաստանում բիզնես խավի համար եւ այն խավի համար անվանում ենք քրեական օլիգարխիա, սա նաև մեծ դիսկոմֆորտ է, որովհետև ցանկացած մոնիտորինգ մեր բանկային համակարգի վերաբերյալ նաև իրենց ոչ լեգալ ռեսուրսներն կաշկանդելու եւ դնելու, բացահայտելու եւ դնելու Դա մի կողմից վատ չի կարծես թե, չէ՞։ Այս համար որ ոչ լեգալ ռեսուրսներ չունենք։ Դա բնականաբար այն քաղաքացիների համար, որոնք որ չունեն այդ խնդիրը, կարող է ունենալ տեսականորեն դրական, հա, արդյունք, բայց այստեղ այն քաղաքական իրավիճակն է, որ ստեղծվում է այսօր վերնախավի համար, որը որ կանգնած է փաստի առաջ, որ եթե շարունակում են մնալ Ռուսաստանի հետ, ապա իրենց անօրինական կուտակված հարստությունը դառնալու է միջազգային ֆինանսական հաստատությունների ուշադրության կենտրոնում, այսինքն իրենք ստիպված են լինելու բացահայտվել, հայտնաբերվել, իսկ դա տալու է լրջագույն լծակներ իրենց դեմ։ Աշխարհում այդ լարվածության աստիճանի բարձրացումը կարող է պատճառ է դարձել, որ սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական եւ ղարաբաղ-ադրբեջանական սահմանում։ Իմ կարծիքով այո, կարող է։ Խնդիրը նեղ խնդիրը այսօր Ռուսաստան, Ուկրաինա, Եվրոպա, ԱՄՆ այդ դաշտում դա մեծ հաշվով Ղրիմի հարցն է։ Ռուսաստանը ուզում է Ուկրաինայում իրականացնել տարածքներ ստատուսի դիմաց ռազմավարությունը, փորձում է Դոնբասում վերցնել իր վերահսկողության տակ, իր հետածանցյալ ուժերի վերահսկողության տակ ինչ-որ տարածքներ, որպեսզի ունենալ Ուկրաինայի հետ սակարկելու կարողություն։ Մենք հետ ենք վերադարձնում ձեզ Լուգանսկը եւ Դոնեցկը, դուք ճանաչում եք Ղրիմը։ Այդպես հարցը կլուծվի։ Շատ պարզ խաղ է։ Ռուսաստանի համար միայն այդպես այն կարող է լուծվել, որովհետեւ հասկանալի է, որ միջազգային հանրությունը չի կարող ճանաչել Ղրիմի միավորումը Ռուսաստանին, եթե Ուկրաինան դա չի ճանաչում։ Այսինքն Ռուսաստանը որոնում է լծակներ, որպեսզի հարկադրել Ուկրաինային ճանաչել Ղրիմի հանրաքվեն, դրա արդյունքները եւ քաղաքական հետևանքները։ Որն են լծակները, տարածքներ ստատուսի դիմաց այդ ռազմավարությունը։ Ղարաբաղի հարցը ամուր կապ ունի այդ բոլոր քեյսերի հետ եւ տեսնում ենք, որ ակտիվացել է վերջի ամիսներին թե համանախագահների Մինսկի խմբի գործունեությունը, Օրլիկը հրապարակել է
մադրիդյան սկզբունքների հետ վերջնական տեսքը նման բաներ կատարվում են այն ժամանակ, երբ որ բանակցային առարկան արդեն ամփոփված է, ավարտված է եւ կողմերին հրավիրում են կամ դա ստորագրել կամ դրանից հրաժարվել այդ դեպքում եւ ֆորմատի փոփոխություն պիտի ակնկալվի։ Սա էական կապ ունի Ղրիմի кейսի հետ, Ռուսաստանը այստեղ պիտի որ ունենա որոշակի շահագրգռվածություն Հայաստանից ակնկալելով որոշակի վարկագիծ, որը սոլիդար պիտի լինի այն քաղաքականությանը, որը Ռուսաստանը վարում է Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Ղրիմի նկատմամբ։ Եվ սա լրջագույն մարտահրավեր է մեր քաղաքական վերնախավի համար, որը որ տարիներ շարունակ պարզապես օգտվում էր Մինսկի ֆորմատի կարողությունից, երբ Մինսկի ֆորմատի համանախագաներն են անում առաջարկներ, իսկ հայկական եւ ադրբեջանական կողմի մասնակցությունը ընդհանրապես նրանում էր, որ համաձայնեն թե ոչ։ Այդ ֆորմատը շատ կոմֆորտ էր, պետք չի մշակել սեփական առաջարկներ, պետք չի հանդես գալ ինչ-որ նախաձեռնություններով։ Այդ ամբողջ պատասխանատվությունը Մինսկի խմբի վրա է։ Ֆորմատի փոփոխությունը բնականաբար մեծ վախերի հետ է կապված, ոչ իմ կարծիքով ինտելեկտուալապես, ոչ բարոյապես, ոչ քաղաքականապես մեր վերնախավը այսօր նման փոփոխությունների պատրաստ չէ։ Այս համատեքստում ինչ նշանակություն ունի ադրբեջանցիների ռազմական ակտիվությունը սահմաններին։ Դե բնականաբար սա ես կապեի Փարիզում սպասվելիք հանդիպման հետ, եթե Փարիզում Ալիևի եւ Սարգսյանի հանդիպումը դիտարկենք որպես անփոփոխ հանդիպում, այսինքն եթե իրանց առաջ դրված է ընտրություն կամ հաստատել այն ինչ որ բանակցվել է այս 6 տարիների ընթացքում, այսինքն այդ օրլիկի հրապարակված սկզբունքները կամ որոշում կայացնել ֆորմատի փոփոխության վերաբերյալ, ապա այն որ սահմանի վրա սահմանային գոտում սկսվում է ռազմական գործողությունների էսկալացիան, փոխում է քաղաքական օրակարգը։ Այսինքն նոր օրակարգ է առաջանում, որ պետք է բանակցել ոչ թե խնդրի առարկայի վերաբերյալ, այլ ինչպես կասեցնել ռազմական գործողությունները։ Դա ձեռնտու է Ադրբեջանը։ Եվ Ադրբեջանի ղեկավարությանը եւ Հայաստանի դա ձեռնտու է այն առումով, որ դա հնարավորություն է տալիս հետաձգել այդ վերջնական արդյունքի դուրս գալու խնդիրը։ Տեսնում ենք, որ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը այսօր փորձում են խուսափել որևէ արդյունքից բանակցային process-ում։ Բանակցային process առանց արդյունքի եւ Հայաստանի վերնախավին եւ Ադրբեջանի վերնախավին ամենաձեռնտու կարգավիճակն է։ Եվրասիական միությանը անդամակցելը կնպաստի արդյոք այդ լարվածության թուլացմանը։ Իմ կարծիքով այդ խնդիրը արդեն կորցրել է իր արդիականությունը։ Ինչու, այսինքն չենք անդամակցի, թե եթե նույնիսկ անդամակցեն ոչ մի խնդիր չի լուծվի։ Հայաստանը կարող է անդամակցել միայն այն դեպքում, եթե հանգուցալուծվի կոնֆլիկտի կարգավորում։ Մինչև կոնֆլիկտի կարգավորման հանգուցալուծումը Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում անհնար է, քանի որ դրված է կոնֆլիկտը կարող է տասնամյակներ դրված է բլոկ Ղազախստանի եւ Բելարուսի կողմից։ Կարող է տասնամյակներ շարունակվի։ Ուրեմն եւ տասնամյակների ընթացքում ունենալու են խնդիր, որ սեպտեմբերին չէ, հոկտեմբերին չէ, նոյեմբերին եւ այլն։ Մի կողմից պահվում է դա որպես դեռ չսպառված կարողություն ներքին օգտագործման համար, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ այն հայտարարված թեզը, որ անշրջադարձ է այդ գործընթացը այդպես էլ չի, ոնց որ թե շրջադարձ։ Հասկանալի։ Դառնալով ներքին խնդիրներին, հա, ոչ իշխանական ուժերը հրապարակել են 12 պահանջները, որոնց կատարումից կախված է նրանց հետագա ուրեմն ակտիվությանը աշնանը։ Ինչպես եք վերաբերում այդ պահանջներին եւ այդ հարցադրմանը, այսպես ասած։ Իհարկե այս լարված միջազգային իրավիճակում հայկական քաղաքական համակարգը արձագանքեց դրան
Ոչ adekvat։ Adekvat գոյություն ունեցող քաղաքական մշակույթի։ Այսինքն, քանի որ պատասխանատվությունից խուսափելը կարևորագույն հատկությունն է մեր ձևավորված քաղաքական ուժերի, ապա պարզապես իրականացվեց սկելու մոդելը, անհրաժեշտ էր ինչ-որ մի պահանջներ դնել, որպեսզի հետաձգել բոլոր քաղաքական պրոցեսները մինչև այսինքն երբ եւ բայց պահանջները ուշադրություն դարձրեք, կներեք, կապված չեն այն բաների հետ, որոնց մասին մենք խոսում ենք, այսինքն խաղաղության եւ պատերազմի, չգիտեմ, Եվրասիական միության, Ռուսաստանի, տնտեսական պահանջները կապված են կարմիր գծերի, չգիտեմ, Որոտանի հեկի եւ մնացած հարցերին, այսինքն հատուկ են դրվել ոչ գլոբալ պահանջներ։ Ըստ էության այլ պահանջների դաշտ մտնելը այսօրվա ընդդիմության համար հասանելի չի։ Այսինքն ավելի լուրջ որևէ հարցեր առաջ քաշել եւ բերել ընդդիմությունը ի վիճակի չի։ Ես շատ կարեւոր եմ համարում այն վարկագիծը, որը Քարյակը եւ ՕԵԿ-ը ձևավորեցին գազի ոլորտում ազգային ժողովում ստեղծված այդ հանձնաժողովի նկատմամբ։ Ի սկզբանե այդ հանձնաժողովում ՀՀԿ-ն ուներ ընդամենը 4 անդամ, ոչ իշխանական ուժեր ունեին 6։ Այսի 22-ին այն օրը, երբ որ ընդդիմությունը այսպես կազմակերպված բոյկոտեց կառավարության ծրագիրը, նույն օրը այնուամենայնիվ այն քվեարկեց կողմ այդ հանձնաժողովը համալրել եւս 2 ՀՀԿ-ական պատգամավորներով, այսինքն սա միակ օղակն էր, որտեղ Քարյակը եւ ՕԵԿ-ը ունեին մեծամասնություն քաղաքական եւ կարող են կայացնել որոշումներ, չէ՞։ Եվ հիշում ենք, որ այն դեկտեմբերի իրադարձությունները, երբ որ ընդդիմությունը ցուցաբերեց աննախադեպ ակտիվություն, ընդվզեց այդ պայմանագրերը վավերացնելու դեմ։ Ինչով եք դա բացատրում։ Այդ պարիտետը ստեղծելը։ Տեսնում եմ հակասություն այդ դեկտեմբերին մատուցված վարկագծի միջև եւ այդ մայիսի 22-ի քվեարկության միջև, երբ որ համաձայնվեցին հանձնել քաղաքական մեծամասնությունը այդ հանձնաժողովը, հանձնաժողովը հենց այն մարմիններ, այդ ացյաններ, որի միջոցով հնարավոր էր շտկել այն բոլոր հարցերը գազի էներգետիկայի ոլորտում, որոնք որ ընդդիմությունը մատնանշում էր որպես անընդունելի, լինի դա այդ 20%-ի վաճառքը, լինի դա սակագների բարձրացումը եւ այլն, ամբողջ այդ հանձնաժողովի ստեղծման դրդապատճառներն էր եւ իրավասություն ուներ այդ հանձնաժողովը այդ հարցերում ձևավորվել առաջարկներ։ Հիմա մենք տեսնում ենք, որ ընդդիմության դերակատարությունը այդ հանձնաժողովում հավասարազրոյի քաղաքական մեծամասնությունը նորից կազմում է ՀՀԿ-ն եւ ակնհայտ է, որ այդ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքից որևէ բան սպասել մենք ակնկալելու որևէ բան չունենք։ Սա վկայում է, որ տեղի է ունենում անդիմադիր կեցվածքի իմիտացիայի գործընթացներ, ոչ թե իսկապես ընդդիմությունը կատարում է այն քաղաքական աշխատանքը, որը որպես ընդդիմություն ինքը պիտի քաղաքական համակարգ։ Բայց նրանք իրենց ընդդիմություն չեն համարում, նրանք համարում են իրենց ոչ իշխանական ուժ։ Դա մեր իրողության, մեր իրականության հետ է ես կապում, որովհետև ընդդիմություն լինել Հայաստանում այդքան էլ հեշտ չի։ Դա հետևանքներ է ստեղծում անձնական, ֆինանսական եւ այլն ռեժիմի հետ հակադրվել է թեպետ եւ այսպես տեսանելի չի ռեժիմի գործողությունները, պատժիչ գործողությունները անհատների նկատմամբ, ընդդիմադիրների նկատմամբ, բայց այդ մեքենաները այդ պրակտիկան գոյություն ունի եւ բնական է, որ ԲՀԿ-ն որպես բուրժուական կուսակցություն, որտեղ որ ներգրաված են խոշոր սեփականատերեր, իհարկե այդպիսի պիտակ իր վրա ընդունել, որ ինքը ընդդիմություն է, ընդդիմադիր պայքար է պատրաստ անել, չի կարող պարզապես սա է իմ կարծիքով պատճառը, ինչի իրենք ձևակերպեցին իրենց կարգավիճակը որպես ալտերնատիվ, այսինքն ոչ ընդդիմություն, ոչ էլ իշխանություն։ Այս 12 պահանջների շուրջ հնարավոր է արդյոք աշնանը կազմակերպել թերաշուն։ Պահանջների այս կամ այն պահանջների շուրջ չի ձևավորվում թեր աշունը եւ այլն։ Իմ կարծիքով թեր աշուն
կազմակերպելու նպատակ, առաքելություն, խնդիր քարյակը չունի։ Դրա մասին անհրաժեշտ է օյեկն էլ բնականաբար նման իմ կարծիքով խնդիր չունի։ Կա խնդիր, քանի որ այդ ընդդիմությունը տեսնում է, որ իշխող խավի մեջ կա խոշոր ճգնաժամ։ Եվ ինչ որտեղ իրադրությունը նման է 97 թվականի իրադրությանը, երբ Սերժ Սարգսյանից սպասվում է ինչ որ քաղաքական քայլ, ինքը պետք է գնա Արցախի կարգավորման հարցում ինչ որ մի որոշում կայացնի, կամ ընդունի, կամ չընդունի եւ այլն։ Իհարկե նման իրավիճակները դիտարկվում են որպես կրիզիսային իրավիճակներ եւ այստեղ պարզապես այդ ուժերի սպասումը այն է, որ եթե Սերժը չդիմացավ այդ բոլոր մարտահրավերներին եւ տվեց հրաժարական, նորից խաղացնել այն քարտը, որը որ խաղացրել են Գառնանը, երբ մատուցեցին, որ կառավարության հրաժարականը, Տիգրան Սարգսյանի հրաժարականը դա ընդդիմության հետևողական աշխատանքի ճնշման հետևանք է եւ այլն։ Այսինքն պետք է իրենց պահել այդ կարողությունը հանրային դաշտում, մեդիայում, որ մենք պայքարում ենք, սպասել ինչ կստացվի, ինքն իրան եթե ձևավորվի մի այնպիսի իրողություն, որ Սարգսյանը տա հրաժարական, ներկայացնել դա որպես իրենց համակարգային հաղթանակը, որպեսզի արդեն արտահերթ ընտրությունների դաշտում օգտագործել դա մենք այդքան ուժեղ ենք, որ հասանք դա մեր արդյունքն է եւ փորձել հանրային քվե ստանալ։ Այդ ամենի արդյունքում ռեժիմը կփոխվի, քրեալիգարխիկ համակարգը կփոխվի, չգիտեմ, ավազակապետությունը կփլուզվի։ Իհարկե ոչ եւ կա կարծիք, ես էլ եմ հիշում այդ կարծիքը, որ Հայաստանում ռեժիմի պահպանման կարևորագույն մասը հենց ընդդիմությունն է։ Այսինքն ռեժիմը Հայաստանում կարողանում է վերարտադրվել եւ գոյատևել ոչ թե որովհետեւ հանրությունը իրեն աջակցում է կամ դեմ չի, թույլ է տալիս, որ ռեժիմը գործի կամ մյուս ինչ որ հանգամանքները, որ այդպիսին ուժեղ տոտալիտար ոստիկանություն է կամ հատուկ ծառայությունները վերահսկում են երկրում ամեն ինչ, չէ։ Ռեժիմը կարողանում է իմ կարծիքով գոյատևել ընդդիմության այս դերակատարության միջոցով, որ ընդդիմությունը վերցրել է իր վրա այդ ֆունկցիան հանրային դժգոհությունը հետաձգել։ Գարունից աշուն, աշունից գարուն, անցյալ տարի էլ չէ պիտի լիներ թեժ աշուն, բայց ոչ միայն անցյալ տարի, 20 տարի էլ թեժ աշուն, թեժ գարուն, թեժ ամառ։ Քանի որ այս հաղորդումը վերջին հաղորդումը մինչև սեպտեմբեր պոստսկրիպտումի, ես ուզում եմ ձեզ հարցնել, իսկ օգոստոսի ընթացքում ինչ եք դուք անելու եւ ինչ է տեղի ունենալու ընդհանրապես։ Որպես պրոգնոզ, հա, հնարավոր։ Օգոստոսի ընթացքում պիտի լուծում ստանան հետևյալ հարցերը, հանդիպում Փարիզում կամ պիտի կայանա, կամ պիտի չկայանա, այսինքն դա հարցեր են, որոնք որ վերաբերվում են, նեղ վերաբերվում են հենց վերնախավի։ Վերնախավը պիտի հիմա բոլոր ակտիվությունը, գործունեությունը քաղաքական եւ այլն սահմանափակվել է հենց քրեական օլիգարխիայի վերնախավի շրջանակով։ Մնացած բոլոր կառույցները, քաղաքացիական հանրությունը, կարծես թե հետ է կանգնել ակտիվ դրսևորումներից, կուսակցությունները գիտակցաբար հետ են կանգնել ակտիվությունից։ Ամբողջը մնացել է հենց այդ նեղ վերնախավի շրջանակում, թե ինչպես իրեն կհաջողվի ինչ-որ կերպով համակերպել աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին եւ անցնել այս սուր անկյունները, որոնք որ ավելի շատ արտաքին քաղաքականության ոլորտից են գալիս։ Երևի սա նաև, գիտեք, իմ կարծիքով ինչ որ ազգային բնազդ է, որ երբ որ դրսից ճնշումը մեծ է, ներսում փորձում են վերացնել այդ սուր անկյունները։ Դա լավ բան է ասես։ Յուրաքանչյուր
համակարգ իր ձևով է պաշտպանվում, իր ձևով է հարմարվում մարտահրավերներին։ Մենք տեսնում ենք, որ մեր քաղաքական համակարգում այդ ձևը բավականին մեծ դրսևորում ունի, պատմականորեն բազմաթիվ անգամ դա տեսել ենք, որ երբ որ կա դրսից մարտահրավեր, ներսում բոլոր վեճերը դադարում են։ Ստեղ երևի օգոստոսի զարգացումները կախված կլինեն այդ դրսից եկող մարտահրավերների դիապազոնը կարողությունների շատ մեծ է, սկսած արտահերթ ընտրությունների վերաբերյալ իրավիճակի ձևավորման, այսինքն հրաժարականը Սերժ Սարգսյանի եւ այլն։ Ու վերջացրած նրանով, որ կարող է հաջողվի այս ամենը մի կերպ տանել դեպի սեպտեմբեր, սեպտեմբերում արդեն քաղաքական ուժերը կմիանան, կտանեն դեպի թեժ գարուն եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցներ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը Postscriptum հաղորդման ընթացքում այս ֆորմատում մենք կհանդիպենք հաջորդ անգամ սեպտեմբերի 1-ին։